Բացվել է Երևանի պատմական Կարմիր կամուրջը, որը մայրաքաղաքում պահպանված ամենահին կամուրջն է։ 10-ից 13-րդ դարի կամրջի վերականգնման աշխատանքներ տարբեր ժամանակներում իրականացվել են։ Վերջին անգամ այդպիսի աշխատանք է նախաձեռնվել 1980-ին, սակայն մնացել անավարտ։ Ժամանակին այս կառույցը ռազմավարական, տնտեսական շատ կարևոր նշանակություն ուներ։ Այստեղով էր մոտենում Երևանյան Բերդին գեներալ Պասկևիչի ռուսական բանակը։ Այս քարերն այն եզակի մասունքներն են, որոնք վկայում են այս տարածքում եղել է ժամանակի ամենահզոր բերդերից մեկը՝ Երևանի բերդը։ Մոտ 7 հեկտար տարածք զբաղեցնող բերդը տեղակայված է Հրազդան գետի Ձախապնյա հարթավայրում, այսօրվա գինու և կոնյակի գործարանի տարածքում։ Նրա պատմությունը գալիս է 7-րդ դարից, հիշատակում ավելի ճիշտ առաջին անգամ պատմական երկերում 7-րդ դարից է։ Սեբիոսը իր պատմություն աշխատության մեջ նշում է, որ արաբական արշավանքների շրջանում արաբները եկել են, շրջապատել են Երևանի բերդը և չեն կարողացել գրավել։ Հրազդան գետի ձախապին այսօր էլ կարելի է տեսնել բերդանման փոքր շինություն, որը մի սրտացավ բնակիչ է կառուցել։ Հետաքրքրասերների համար սա կարող է լինել հուշարար, որ ժամանակին բերդը հենց այստեղ է եղել։ Բերդը ունեցել է իր կենսական նշանակության բոլոր, եղել է բաղնիկ այստեղ, հիվանդանոց, քանի որ զինվորներն էին պահպանում, ասեցի, որ արդեն մզկիթով, բոլոր հասարակական շինություններով, այսինքն ինքը կենսունակ տեսեք, այսինքն ինքը հնարավորություն ունեցել կես տարի լինել պաշարման մեջ։ Ժամանակին բերդն իսկապես անառիկ է եղել, մի կողմից պաշտպանված կիրճով, մյուս 3 կողմերից երկշերտ պարսպով։ Երևանի բերդը համարվում էր Երևանի խանության կենտրոնը, Պարսիկ խանները հոգացել էին, որ բերդը ամուր լինի, որովհետև միակ հենակետն էր և խանության գլխավոր ռազմական կետն էր, որովհետև այս Երևանի բերդի գրավումով հաջորդը մինչև Նախիջևան այլևս որևէ ռազմական նշանակության որևէ ամրոց կամ բերդ չկար։ Այսօր Երևանի բերդից գրեթե ոչինչ չի մնացել։ 20-րդ դարասկզբին քաղաքը վերակառուցելիս ամեն բան ավերվել է։ Փոխարենը պահպանվում է մանրակերտը, որն այժմ Երևանի պատմության թանգարանում է։ Այն տեսքով, ինչպես պահպանվել է, ավելի ճիշտ ներկայացվում է մեր թանգարանում ցուցադրվող մանրակերտում, 19-րդ դարի սկզբին է եղել։ Ինչու եմ այսպես ասում, որովհետև 1679 թվականին Երևանում ուժեղ երկրաշարժ է տեղի ունենում, որի հետևանքով շատ ճարտարապետական կառույցներ, պատմական հուշարձաններ, այդ թվում նաև բերդը քանդվում են, որից հետո իհարկե նորից վերականգնվում են։ Ժամանակին բերդի անբաժան մասն էր Կարմիր կամուրջը։ Ձորից դեպի քաղաք եկող ուրեմն ճանապարհներ, այն բանուկ ճանապարհը, որը մինչև 20-րդ դարի սկիզբ գործել է եւ հարավից կապել է Երևանի հետ։ Դա այն կամուրջն է, որը հարավից կամուրջով մտել են փաստորեն Երևան։ 100 տարի առաջ այս կամուրջով էր մտել Երևան գեներալ Հարբարդը ամերիկյան նախագահ Ուիլսոնի ուղարկված ռազմական առաքելությամբ, որը գծում էր նորաստեղծ առաջին հանրապետության սահմանը Թուրքիայի հետ։ Քաղաքի կենտրոն վարչական շրջանում Հրազդան գետի կիրճում է գտնվում Երևանի ամենահին պահպանված կամուրջը՝ Կարմիր կամուրջը, որն իր անվանումը ստացել է կարմիր տուֆից կառուցված լինելու համար։ Կառույցն ունի նաև Հրազդանի կամուրջ, Խոջապիլավի կամուրջ, հին կամուրջ անվանումները։ Կարմիր կամուրջը գտնվում է Երևանի հաղթանակ կամրջին հարակից տարածքում, ժամանակին կատարել է նույն ֆունկցիան, ինչ որ հիմա կատարում է հաղթանակ կամուրջը,
Կամրջաշինությունը Հայաստանում ընդհանրապես հնագույն ժամանակներից ավանդույթներ ունի, բայց ավելի ցայտուն կերպով ի հայտ են գալիս միջնադարում։ Միջնադարի կամրջների հետ համեմատ կարմիր կամուրջը առանձնանում է իր չափերով, 80 մետր մոտ երկարություն ունի, 11 մետրանոց կամարների թռիչքներն են եւ ընդհանուր բարձրությունն է 11 մետր։ Կամուրջները ընդհանրապես միջնադարում կառուցվում էին հիմնական մայրուղիների վրա, ունեին տնտեսական մեծ նշանակություն, ռազմավարական, ռազմական, դրա հետ կապված նաև նրանք բարբերաբար նորոգվում եւ վերակառուցվում էին եւ գտնվում էին պետության հոգացության ներքո, այսինքն կարևորելով դրանց ռազմավարական նշանակությունը, դրանք անընդհատ նորոգվում եւ վերակառուցվում էին։ Նման վերակառուցման է ենթարկվել նաև կարմիր կամուրջը։ Առաջին վերակառուցումը, որը մեզ հայտնի է, վերաբերում է 1679 թվականին։ Ըստ մեզ հասած տեղեկությունների 1679 թվականի հունիսի 4-ին Երևանից 20 կիլոմետր արևելյան ուղղությամբ Գառնուձորում տեղի է ունենում ուժգին երկրաշարժ, որի հետևանքով լինում են հազարավոր զոհեր, հսկայական տարածքով կործանվում են բազմաթիվ կառույցներ, վանքեր ու եկեղեցիներ, այդ թվում Երևանի բերդը, որը հիմնահատակ քանդվում է, ու նաև կամուրջը, որը բերդը կապում էր Արարատյան դաշտին։ Մեծապես տուժում է Երևանը, ինչպես նաև Գառնին, Գառնի տաճարը, Աղջոց վանքը, Հավուց թառը եւ այդ շրջանում ապրած Քանաքերցի պատմիչը Զաքարիա Քանաքերցին նշում է, որ Քանաքերում անգամ մի հավի բուն չէր մնացել կանգուն, այդպիսի ուժգին երկրաշարժ էր։ Մեկ այլ Քանաքերցի պատմիչի խոսքերից իմանում ենք, որ ստանձնում է կամրջի վերականգնման կամ վերակառուցման որոշ հետազոտողներ կարծում են, որ պետք էր զրոյից կառուցել այդ աշխատանքների պատասխանատվությունը իր ֆինանսական միջոցներով Խոջա Փլավ մականվամբ ամենայն հավանականությամբ Հակոբ էր նրա անունը, նման արձանագրություն է գտնվել Խաչքարի վրա։ Խոջա Փլավին իդեպ հաճախ շփոթում են կամ նույնացնում են մեկ այլ բարերարի, բարեգործի մեծահարուստ երևանցու Գրիգոր Խոջա Մոցակենցի հետ, որը կառուցել է 1664 թվականին աշտարակի հայտնի եռակամար կամուրջը, ինչն է տարբերությունը սրանց, որ դուք աշտարակում տեսաք, որ նոր կառուցված կամուրջը հնի կողքին է եւ հնի ավերակները ձեր աչքով տեսաք, իսկ տվյալ պարագայում մենք հնի հետքերը առանձին չունենք, ինչից անհրաժեշտություն է առաջանում եւ հետաքրքրություն է ստեղծվում բարձելու թե ինչպիսին է եղել նախաստեղծ կերպարը կամուրջի։ Պետք է նշեմ, որ ընդհանրապես 17-րդ դարը այս ժամանակաշրջանը շատ կարևոր էր հայկական ճարտարապետության համար, քանի որ դրան նախորդող 15-ից 16-րդ դարերը շատ անբարենպաստ էին հայկական ճարտարապետության համար, ընդհանրապես հայ ժողովրդի համար, որտեղ Հայաստանը դարձել էր թուրք-պարսկական անընդհատ պատերազմների թատերաբեմ եւ բնականաբար այդ ժամանակ ճարտարապետության եւ շինարարության մասին խոսք գնալ չէր կարող, իսկ դրանից առաջ զարգացած միջնադարում հայկական ճարտարապետությունը հասել էր իր բարձրագույն մակարդակին եւ 17-րդ դարում փաստորեն կարելի է նշել, որ այս ժամանակաշրջանը հայկական ճարտարապետության եւ շինարվեստի վերածնման մի փուլ է սկսվում։ Վերադառնալով կամրջի նախաստեղծ կերպարին, մենք կարծում ենք, որ նա եղել է եռակամար, այսինքն ինչով կարող ենք մենք փորձել հասկանալ ինչպիսին է եղել նախաստեղծ կամուրջը։ Եթե տեսնեք պահպանված հատվածները, կա քարե ճարտարապետության մի հատված, սրբատաշ քարերով, եւ որին հաջորդում է աղյուսների եւ խամքարի շարվածքով տարբեր ոճի ճարտարապետություններ են եւ շինարվեստներ։ Այս կողմից երևում է նաև այդ աղյուսների կիրառումը, որը բնորոշ էր իհարկե 17-րդ դարին այդ պարսկական ճարտարապետության ազդեցությունն է կրել իր վրա։ Եռակամար լինելու վերաբերյալ մեզ օգնության է գալիս նաև 1655 թվականին հայտնի ֆրանսիացի ճանապարհորդ Ժան-Բատիստ Տավերնիեի կատարած գրչանկարները։ Նա երկու գրչանկար ունի, որոնցից մեկում
պատկերված է Երևանը քարտեզային տեսքով, չնայած էլի եռաչափ հատվածներ ունի, մյուսը ավելի համայնապատկերային եւ չնայած առաջինը սխեմատիկ, երկրորդը ավելի ռեալիստական ոճով, դրանում նույնպես կամուրջը պատկերված է եռակամար։ Հետագայում ուրեմն Խոջա Փլավի արդեն 1679 թվականից հետո կատարված աշխատանքի մասին կարող ենք հասկանալ պահպանված այլ գրչանկարներից 1796 թվականի գրչանկար եւս արկա է, որտեղ երևում են այս երկու կենտրոնական կամարները եւ կողքից երկու ավելի միջին չափի մի հատ այն կողմը եւ մի հատը այս կողմը կամարները, ամենայն հավանականությամբ այս մի կամարն է, այս կամարը իրականում նոր է բացվել փլուզման ժամանակ, երրորդ ռեստավրացիոն կամ վերակառուցման փուլը գալիս է, երբ ռուսները 1827 թվականին գրավում են Երևանի բերդը, իրեն Երևանի բերդը անմիջապես կամրջի ետևում է գտնվում եւ հաշվի առնելով նրա պաշտպանական լուրջ նշանակությունը, երկու ծայրամասերում իրականացնում են կոնտրֆորսային բազալտե շարվածքի պատեր եւ այս մի հատվածը, այս անցումը, որ տեսնում ենք, դրանք փակում են։ Դիմացի հատվածի պատի հետախուզական աշխատանքների հանման ընթացքում բացահայտվում է նաեւ նախաստեղ 1679 թվականին Խոջա Փլավի կողմից իրականացված պատի հատվածը, որը փաստորեն 200 տարի մնացել էր ռուսների կողմից իրականացված կոնտրֆորսի հետևից։ Մենք գտնվում ենք կամրջի տակի մի խցում, որը ժամանակին փակ է եղել, ծածկված է եղել, որովհետև բազալտից կոնտրֆորսերով փակել են ժամանակին, այսինքն ամրացրել են կամուրջը ռուսների ժամանակ։ Դա եղել է սովետի սկզբներում։ Կամուրջը ընդհանրապես քանդվել է 1679 թվականին։ Հետո վերականգնելուց հետո 1839-ը էլի վերանորոգման աշխատանքներ արվել 1850-ին, հետագայում էլի, այսինքն այս ընթացքում, որ արդեն մենք մաքրում էինք կողքերը, այդ կոնտրֆորսերը քանդեցինք ու պարզվեց, որ այս խուցը միջանկյալ է։ Այն նաև շորտ կա։ Միջանկյալ է ու որոշվեց, որ սա լինի կամրջի պատմության թանգարան։ Հապակեպատ կլինի, այս կփակվի, ներսում էքսպոզիցիա կլինի, տարբեր միգուցե ժամանակակից այդ էկրաններով, նկարներով, վերականգնումից հետո պահպանված ինչ-որ շերտեր են եղել։ Նախագծի միտքն այն է, որ բոլոր շերտերը ներկայացվեն։ Հիմա որ մենք դուրս գանք, այստեղ կա հին պատ, որը բազալտի հետևում է եղել, կտեսնեք։ Այդ հին կտորը պահպանվում է։ Այն կողմում կան հին էլի կտորներ, որոնք անգամ այդ թեք կոնտրֆորսի մի հատված կա, այն ափին։ Այսինքն հնարավորինս պահում ենք հնարավորինս շերտերը պահում ենք, որ ցուցադրենք ինչ վիճակում է եղել, ինչ միջամտություններ է արվել։ Ինքը բնականաբար գործող կամուրջ է լինելու, բաց է լինելու հետիոտնի համար։ Միայն հետիոտնի համար, որովհետև որպես հուշարձան ենք իրան դիտարկում ու մենակ հետիոտնի համար աշխատելու։ Եվ իհարկե Երևանի համար հրաշալի զբոսաշրջային մի կենտրոն։ Երևանը ընդհանրապես ունեցել է 3 պատմական կամուրջ, որոնցից 2-ը չկան։ Քանաքեռում, Ձորագյուղի ներքևում եւ այս կամուրջը, որը պահպանվել է։ Այս կամուրջը սովետի ժամանակ գործում էր։ 1986 թվականին հələ մի պուճուր հատված էր քանդված, այն թռիչքը կար։ Հետո փլուզվեց սովետի փլուզման հետ։ Վերականգնման աշխատանքներ կատարվել են նաև սովետական շրջանում 60-70-ական թվականներին, իսկ 1980-ականներին նույնպես վերականգնման նպատակներով ապամոնտաժում է հյուսիսային մեծ կամարը,
եւ արդյունքում կիսատ մնում աշխատանքները եւ շուրջ 40 տարի լքված կիսավեր վիճակում Երևանի ամենահին կամուրջը մնում է այս վիճակում։ 2020 թվականից սկսած նախարարության եւ բարերարի միջև իրականացված բանակցությունների համագործակցության արդյունքում իհարկե նրա ֆինանսական միջոցներով մեզ հաջողվեց արդեն 23 թվականի սկզբից սկսել վերականգնման աշխատանքները, բավականին մեծ աշխատանքներ է կատարված եւ լիահույս եմ, որ շուտով մենք կունենանք վերականգնված Երևանի Կարմիր կամուրջը, որը ենթադրաբար շատ ավելի հին է, քան թե ենթադրյալ 17-րդ դարը։ Որոշվեց պահպանել բնականաբար բոլոր արժեքավոր ճարտարապետագեղարվեստական դետալները, ինչպես նաև պատմական շերտերը, այսինքն ունենալու ենք մենք հին կամուրջից, մինչև երկրաշարժի հիմնական կոնստրուկտիվ կամարներով հատվածը, նաև Խոջափլավի կողմից իրականացված այդ Աղյուսե ճարտարապետության հատվածները, ինչպես նաև մասնակի ունենալու ենք նաև ցարական շրջանի այդ կոնտրֆորսների հատվածները։ Նոր եմ իմացել, որ 12-րդ դարից կամուրջա, որը երկու անգամ վերանորոգվել է, այսի արդեն երրորդն է։ Գիտեի, բայց չէի տեսել, տենց ընթացքում տեսանք, որ կիսակառույց է, գիտենք, որ ինքը շատ հին կամուրջ է, ու եղել է միակ կամուրջը կապող Երևանին։ Սա շատ շքեղ շինարարություն է։ Ես հնությունների վերանորոգման գործում նորեկ չեմ, դեռ 80-ական թվականի վերջերի կեսերին Գյումրի արհեստանոցում եմ աշխատում, այն ժամանակ էլ սկսվեց սրա մտահղացումը վերանորոգման, բայց ինչպես գիտենք, թե երկրաշարժը, թե պատերազմը շատ խանգարեցին։ Իմ կարծիքով այս վայրը կդառնա շատ լավ զբոսաշրջային վայր եւ բավականին մեծ օգուտ կբերի քաղաքին։ Չէ՞ որ սա ամենակարճ ճանապարհն է կենտրոնին միանալու համար։ Մինչև հաղթանակի կամրջի կառուցումը, որի հանդիսավոր բացումը կատարվել է 1945 թվականի նոյեմբերի 25-ին, հենց Կարմիր կամրջով է անցել Երևան Էջմիածին գլխավոր մայրուղին, իսկ այսօր պետություն մասնավոր համագործակցության հրաշալի օրինակ է կամրջի վերակառուցման աշխատանքը։ Պահպանելով պատմական բոլոր շերտերը, այն առաջիկայում նորովի կներկայանա, վստահաբար դառնալով զբոսաշրջային ևս մեկ գեղեցիկ վայր մայրաքաղաքում։ Բաց երկնքի տակ Երևանի կարմիր կամուրջներ։ 2023 թվականին մեկնարկած կամրջի վերականգնման նոր աշխատանքները ավարտվել են այս տարի։ Կամրջի բացմանը ներկա էր վարչապետը։ Այս իմիջայլոց կոպի հետ կապված, այս ներքևի ճանապարհը միջև ես չգիտեի, սա գնում է բանի փաստորեն Երևան մոլի կողքը դուսա։ Որոշեցինք, որ այդ ամբողջը պետք է վերականգնենք, որ ասֆալտը կամ չգիտեմ, ունի, որ երթևեկություն ունի, այսինքն այս մասը կդառնա ահավոր աշխարհ։ Դառնալ նաև շատ հետաքրքիր ժամանցի եւ հանգստի վայր մեր բազմաթիվ քաղաքացիների համար ու մյուս կողմից էլ մեծ հասանելի է դարձնում եւ ընդգծում է Երևանի պատմամշակութային ժառանգությունը։ Նախկինում կամուրջն օգտագործվել է բեռների փոխադրման սայլերի անցումների համար, այսօր էլ կամուրջը նախատեսված է հետիոտնի համար։ Կարմիր կամուրջը իր տեղով եւ դիրքով մեր կարևոր հուշարձաններից է, որովհետեւ ժամանակին քաղաքի մուտքը եղել է հենց Կարմիր կամուրջով։ 2023 թվականից մասնավոր համայնք համագործակցությամբ կամուրջը հիմնանորոգվում է եւ հատուկ
հիմնանորոգման համար Արարատյան դաշտավայրից բերվել է չմշակված տուֆ, իրանական հին մեթոդներով իրականացվել են քարի մշակման աշխատանքներ, որպեսզի կարողանան վերականգնել ամբողջական հին տեսքը Կարմիր կամուրջի եւ իրապես շատ լավ աշխատանք է արվել։ Կամրջի վերականգնման աշխատանքներն իրականացնելու հիմնական առաջարկությունը արել է մասնավորը, որը հարակից տարածքում կառուցում էր նաև հյուրանոցային համալիր։ Սա մեր ամենալավ համագործակցության օրինակներից մեկն է, երբ որ եւ քաղաքապետարանը եւ մասնավոր գործընկերը եւ նախարարությունը ստանում են շատ կարեւոր արդյունք, մեր ամենակարևոր հուշարձաններից մեկը ամբողջապես վերակառուցվում է։